Բարև ձեզ։ Հոկտեմբերի 27-ին Apple ընկերությունը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքերը։ Անցել է մոտ կես ամիս, սակայն բլոգերներն ու օգտատերերը շարունակում են քննարկել դրանք։ Որոշեցի անդրադառնալ այս հակասական նորարարությանը, իսկ թե ինչու է այն հակասական, կիմանաք հենց հիմա։ Նոր MacBook Pro նոթբուքերը բավականին համարձակ են ու նորարարական, ինչպես Apple-ի շատ սարքեր։ Վերցնենք Touch բառը, որը հեշտացնում է հոլովակների մոնտաժը Final Cut ծրագրում, լուսանկարների հետ աշխատանքը Photoshop-ում, օգնում է աուդիո ֆայլերի հետ աշխատելիս եւ շատ շուտով համատեղելի է լինելու Microsoft-ի Office-ային ծրագրերի հետ։ Այդ ամենի մասին խոսվեց, շատ խոսվեց, բերեցին օրինակներ, էլի օրինակներ։ Կարող է թվալ, որ Touch բառը միակ նորարարությունն է նոր MacBook Pro նոթբուքերում, բայց այդպես չէ։ Երկու 13 դյույմանոց եւ մեկ 15 դյույմանոց մոդելները նախորդների հետ համեմատած ավելի թեթև են, ավելի բարակ եւ ավելացել է նոր Space Gray գույն։ Հիշում եք 3.5 մմ-անոց աուդիո ելքի պատմությունը, երբ Apple-ը ցույց տվեց iPhone 7 սմարթֆոնները։ Ֆիլ Շիլլերն այդ ժամանակ հայտարարեց, որ այդ տեխնոլոգիան արդեն հնացել է։ Նոր MacBook Pro-ների վրա այդ հնացած տեխնոլոգիայի մարմնավորումը մնացել է այն պատճառաբանությամբ, որ Apple-ի Pro նոթբուքերն առաջին հերթին ստեղծված են պրոֆեսիոնալների համար, եւ նրանց 3.5 մմ-անոց ելքը պետք է։ Հենց այստեղ էլ սկսվում է հակասությունը, քանի որ արտադրողը պարզապես հանել է 2016 թվականին նույն պրոֆեսիոնալների կողմից ամենահաճախ օգտագործվող card reader-ը, դասական USB ելքերը, ինչպես նաև նախորդ նոթբուքերում եղած MagSafe մագնիսական լիցքավորիչը եւ Thunderbolt 2-ը։ Այժմ MacBook Pro-ի վրա կախված մոդելից կա միայն 2 կամ 4 երրորդ սերնդի Thunderbolt ելք, որոնք նման են USB-C-ին եւ համատեղելի են նոր ստանդարտի հետ։ Վերջ։ Քիչ էր մնում մոռանայի, խնձորն այլևս չի լուսավորվում։ Եթե շարքային օգտատերը iPhone-ը MacBook Pro նոթբուքին միացնելու համար ստիպված է $9 գնել USB-C USB փոխարկիչ, ապա HDMI կամ VGA ելք ունենալու համար նոր MacBook Pro երջանիկ տերը պետք է վճարի $49, իսկ Gigabit Ethernet LAR միացնելու համար $26։ Սա առաջին անհրաժեշտության փոխարկիչների դեպքում։ SD card reader-ն օրինակ արժի $29, իսկ եթե միանգամից մի քանի USB ելք է պետք, ապա $9 արժողությամբ USB-C USB փոխարկչին հարկավոր կլինի գումարել նաև USB hub։ Հակասություններն այսքանով չէին ավարտվի, եթե մի քանի օր առաջ Phil Schiller-ը հրապարակած չլիներ նոր MacBook Pro նոթբուքերի վաճառքի վիճակագրությունը։ Պարզվում է, որ երբեք ոչ մի MacBook Pro այդքան պահանջված չի եղել, որքան նոր սերնդի նոթբուքերը։ Independent պարբերականին տրված հարցազրույցում Apple ընկերության մարքեթինգի գծով ղեկավարն ասել է, որ իրենք հպարտ են նոր MacBook-ի ռեկորդային հաջողությամբ, նշելով, որ ընկերության բոլոր սարքերն արժանացել են քննադատման։ Apple-ը միշտ խիզախ քայլերի է դիմում, իսկ օգտատերերը միշտ գոհ են մնում։ Գուցե նման հակասության պատճառն այն է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ հրաժարվել USB-ից կամ նման այլ տեխնոլոգիաներից։ Որպես վերջաբան, ասենք, որ կյանքը լի է հակասություններով, բայց մենք շարունակում ենք վստահորեն քայլել առաջ դեպի անլար ապագա, իսկ այսօրվա համար այսքանը։ Նոր MacBook Pro նոթբուքերի մասին ձեր կարծիքները հայտնեք մեկնաբանություններում։ Ձեզ հետ էր Geek Tunze։ Մինչ նոր հանդիպում։